Ուրեմն հիմա ազգային ժողովում փորձում են օրենք ընդունել, փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն ուժեղ Հայաստան դաշինք Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյան անունը թույլ չտան, որ գրենք։ Այդ խոսում է նրա մասին, որ իշխանականները Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը երկար ժամանակ է ապրում են վախի մթնոլորտում։ Այդ խոսում է նրա մասին, որ այս ամիսներ շարունակ իրանք կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարների հետ, բառիս բուն իմաստով, ուղիղ իմաստով, հիմա կռիվ են անում Սամվել Կարապետյանի անվան հետ։ Այս ժամանակահատվածում ինչով ասես փորձում է Փաշինյանը վախացնել ժողովրդին, թե էլ պատերազմ է լինելու, թե էլ էս կալանավորումներ ապօրինի, ով մի թթու խոսք է ասում կամ ինչ որ մի քիչ արագ ինչ որ շարժ է անում, մարդկանց կալանավորում տանում են։ Վերջո այս մարդիկ, այս իշխանականները պետք է հասկանան, ես ավելի քան վստահ եմ, որ արդեն այդ իրենց գիտակցությունից է գալիս, հասկացել են, որ հաջորդ վարչապետը լինելու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդի իր որոշումը կայացրել է, մեր ժողովրդին պետք են փոփոխություններ, ժողովուրդն էլ հասկացել է, թե իր համար լավ փոփոխություններ ու առհասարակ փոփոխություններ ով կարաբերի Սամվել Կարապետյանը։ Դրա համար էլ ընկել են պանիկայի մեջ։